Ինչն է ձեզ այսօր բերել այս շենքի առջև։ Այսօր ինձ այս շենք բերել է ծառայությունները, որպեսզի դադարեցվեն, որովհետև այդ պատճառաբանությունները, որ ծառայությունները կատարվում են, կարող է մասամբ իրականությանը համապատասխանեն, բայց մասամբ եւ փոքր մասամբ։ Եվ ընդհանրապես այդ հայտարարությունները շատ տարօրինակ են ինձ համար։ Օրինակ հայտարարությունների մեջ ասում է, որ քաղաքացիների 60-40%-ը կարծեմ Բեգոյանն էր ասում, 60-ից 70%-ը համաձայն են, որ այս ծառերը կտրվեն, նորերը տնկվեն։ Ես ուզում եմ հասկանամ ինքը այդ ցուցանիշները որտեղից է վերցնում, ինչ է, ինքը հանրաքվեի անցկացրել, ինչ արել, այդ 60-70%-ը որ համաձայն են ինքը որտեղից գիտի։ Ես նույնիսկ կարող ասեմ, որ հակառակն է իրականության մեջ, կամ որ օրինակի համար բուսաբանական այգու ծառերը կտրում են, այդ հարցին բավականին անդրադարձել են, ես նորից կուզենայի անդրադառնալ, ինչի համար, որովհետև շատ ակնառու է բուսաբանական այգու ծառերի այդ կտրելու պահը։ Հարց առաջանում, ասենքն ինչի են այդ ծառերը կտրում, օրինակ բուսաբանական այգին շատերին հայտնի է, որ դա Երևանի թոքերն է եւ պահպանվող գոտի է, ինքը պարսպապատ, այսինքն այնտեղ ամեն մեկը չի կարա մտնի ինչ ուզենա անի։ Հիմա փաստացի ստացվում է, որ Բեգոյանն ասում է, այնտեղ ոչ մի ծառ չի կտրվել, ասֆալտ արվել, բայց այնտեղ 10,000 մետրից ավել 10,000 մետր քառակուսուց ավել ասֆալտ կա արած հենց հիմա, հենց բուսաբանական այգու տարածքում։ Եթե ենթադրենք, որ բուսաբանական այգու տարածքը պարսպից ներս ընկած հատվածը ամբողջությամբ համարվում է բուսաբանական այգու տարածքն, դե 10,000 մետր քառակուսուց ավել ասֆալտ արած ու պետք չի կյանքի պուրակի անվան տակ ծառերը կտրել, ասել, որ ասֆալտ անել, ասել, որ այդտեղ կյանքի պուրակ, սաղարթաշատ, չգիտեմ, սաղարթախիտ, ինչ-որ ծառեր, ինչա պետք ասենք այն ծառերը կտրել, ասֆալտ անել, անունը դնել, որ ասենք սաղարթախիտ ծառեր են տնկում։ Իսկ ես չեմ հասկանում ով է մեշի տեղ դնում, դա շատ տարօրինակ է, էլի։ Կամ ասենք այս վերջի դեպքը կաղնու ծառերը ըստ օդում կախված լուրերի կտրվել է այս տարվա 2025 թվականի փետրվար-մարտ ամիսներին։ Պարոն Բեգոյանը, ես չեմ ուզում անձնավորեմ իրան, ինչ-որ անձնական հարց չկա, ուղղակի ինքն է պատասխանում, դրա համար իր պատասխաններին ուզում եմ ես պատասխանեմ, որ կաղնու ծառերը 2024 թվականի նկարը որ նայում ես, իր ասած բլոգերը լավ էլ ցույց էր տվել։ Այդտեղ ամբողջությամբ կանաչ գոտի էր 2024 թվականին, հիմա 2025 թվականին չկա։ Ըստ օդում կախված լուրերի փետրվար-մարտ ամիսներն են այդ 30-ից ավել կաղնու ծառերը կտրվել։ Եթե բլոգերը ասածները 5 վերցնենք, որ ամեն կաղնու ծառն էլ 1.5 միլիոնից 3 միլիոն դրամ փող արժի, եթե դոլարը վերածենք մոտ 7-8,000 անում, 30 հատ կաղնու ծառը դա մոտարապես 240-250,000 դոլար է, դա ինձ թվում է քիչ փող չի։ Բայց ես չեմ կարծում, որ դա է հիմնական պատճառը, որովհետև այդ անկյունային հատվածը անգնում Աճարյան փողոց եւ Ծառավաղբյուր փողոց։ Շատ լավ շենք գցելու տեղ է, եթե վերևից նայեք։ Այդ հարցով կա այսպես ճակերտավոր արդարացում, որ բուսաբանական այգու հետ մենք ինչ կապ ունենք։ Տիգրան Ավինյանն էլ նախորդ նիստին այդպիսի մի հայտարարություն արեց։ Հիմա անցնող շաբաթվա ընթացքում 80 թեղի է հատվել Թումանյան փողոցից։ Կանաչապատման հողակը դրանք որակում է կենսունակության ավարտին մոտ կանգնած ծառերի փոխարինում նոր ծառատեսակներով։ Հիմա երբ այդ գործընթացը տեղի է ունեցել, անցյալ տարի դարձյալ քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա էր, գործընթացը որոշ ժամանակ կանգ առավ։ Հիմա ինչ սպասելիք ունեք, ինչ հույս ունեք, որ կկարողանաք կանխել այդ ամեն ինչը եւ արդյոք պատասխանատուներից որևէ մեկի հետ հանդիպում պահանջում եք։ Ես հանդիպում պահանջելու իմաստը չեմ տենում, որովհետեւ իրանց գործառույթները շատ ժամանակ շփոթում են, այսինքն այն մարդիկ, ովքեր պետքա մեղադրող կողմ հանդիսանան, կամ օրինակ ցավան, որ ինչ-որ մի ծառա կտրվել, իրանք միանգամից իրենց վրա փաստաբանի ֆունկցիաներ են վերցնում եւ օրինակի համար Երբ որ հարց են տալիս, հիմա դուք ասում եք ինքը բուսաբանական այգու հետ կապ չուներ, եթե կապ չուներ, ինչի էր ինքը այդ հարցով ընդհանրապես պատասխանում։ Են պնդում, Ավինյանն է պնդում ինքն։ Հա, դե եթե իրանք պնդում են, որ կապ չունեն, ինքը ինչի է մեկնաբանություններ տալիս, որ եթե բուսաբանական այգում ծառերը հատվել են, ուրեմն 99% ինքը վստահ է, որ դրանք չորացած ծառեր են։ Ինքը ինչ գործ ունի, դու ասես դրա հետ կապ չունեմ, ինչի է ինքը այտենց կարծիք արտահայտում, փաթաթում մարդկանց վզին։ Այսինքն դա ինչ է, մանիպուլյացիա է, ստախոսություն է, ինչ ձևակերպում տանք։
Իսկ Թումանյան փողոցի ծառերի հետ կապված Թումանյան փողոցում առողջ ծառեր են կտրվել, եթե խոսքը գնում է կենսունակությունը դա սարքել են մատի փաթաթան, ես ընդհանրապես չեմ հասկանում ինչ է նշանակում կենսունակությունը կորցրած։ Շատ հետաքրքիր է չափան միավորն են, ինչով են չափում։ Ասում են 10%-ի չափ է։ Այդ գիտական Ասում են 10%-ի չափ է տալիս այդ թթվածինը բանը, դա ի՞նչ գործիքով են չափում։ Հետո այդ թող իր բարերի մեծ զգուշ լինի այն առումով, որ ոչ թե իրան ահաբեկում եմ կամ բան, այսինքն ինքն էլ է կենսունակությունը կորցնելին մոտ տարիքում։ Ինքը 40 տարեկան չի, իր հետ ինչ ալնելու, ոնց հասկանանք իր ասածը։ Ինքը շատ անտերամաբանական բաներ ասում, թող զգուշ լինի ինքը այդ արտահայտությունների մեջ, որովհետև եթե իր ասածներին մենք հետևենք, ինչ ասենք որ կենսունակությունը կորցնում է փողոցում տենան մարդիկ պետք է տան սպանեն, ինչ թե ինքն ուզում տա սպանի։ Ինքն կամ այդ ասպարեզի մարդիկ հա, տենց ելն են, ասեն դու կենսունակությունը կորցրած մարդ ես, քեզ պետքա սպանենք, թազա մի հատ նորածին բերած։ Դա աբսուրդ է, եթե ծառերը այնտեղ ասում են, մի հատ ծառ են կտրում, մեջը մի քիչ փուչ մասերի են բաժանում, դնում նկարում են, մեջը ворթը, ահա եթե մարդը չլողանա, չսափրվի, մազերը չկտրի, մոտարապես այդ ծառի վիճակում կլինի կամ ավելի վատ, հիմա ինչ անենք։ Հասորեն հիմա դուք եկել եք խնդրի մասին բարձրաձայնելու, ոչ թե հանդիպելու որևէ մեկի հետ։ Հանդիպելը կարամ հանդիպեմ, բայց իրանց այդ հանդիպելը իմաստ չունի։ Ես ինչ որ հիմա ձեզ ասում եմ, on-line է, մարդիկ լսում են, այսինքն իրանք էլ կարան լսեն, բայց այդ իմաստը իրանց կարանք հանդիպենք